Կանադայի ապագա վարչապետ Մարկ Քարնին մարտի 14-ին երթում կտա և կստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա, նա պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, հայտնում է Սպիտակ տունը։ Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի, դա Ուկրաինայի համար բանակցություններում կարմիր գիծ է, ասել է Զելենսկին։ Ես որպես նախագահ և ուկրաինացիները որպես մեր երկրի քաղաքացիներ չեն խախտի մեր սահմանադրությունը, այլ պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, պաշտպանելով մեր ժողովրդին և մեր հողը, նշել է նա։ Նեթանյահուն դատի է տվել Իսրայելի պաշտպանության նախկին նախարարին կատարից միլիոնավոր դոլարների մասին հայտարարության համար։ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի վճռական և անխուսափելի, իսկ ամենամեծ պարտվողը լինելու է Միացյալ Նահանգները, ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Բաշար Ասադի կողմնակիցների խումբը փորձել է հարձակվել Լաթաքիա նահանգում գտնվող զորանոցի վրա, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։